La vita cristiana deve essere una vita è fiorito dai tre. Papa a cui Valentina offre un sombrero. Մահը ոչ թե ավարտ է, այլ ինչ-որ բանի սկիզբ։ Դա նոր մեկնարկ է, քանզի կզգանք մի բան, որը երբեք ամբողջությամբ չենք ապրել։ Հավերժության մասին կաթոլիկ աշխարհի հովվապետի մտքերի պատառիկներն են վաղճանից օրեր առաջ գրած, սակայն դեռևս չհրապարակված աշխատությունից։ Կյանքում համեստությամբ փայլող Ֆրանցիսկոս Պապն իր կտակում հայտնել է վերջին ցանկությունը՝ ուղարկավորվել Հռոմի Սուրբ Մարիամ Մաջորե պապական բազիլիկայում։ Ցանկացել է, որ իր վերջին երկրային ճանապարհորդությունն ավարտվի հենց այս հնագույն սրբավայրում, որտեղ միշտ կանգ կառնի աղոթելու յուրաքանչյուր ճանապարհորդության սկզբում եւ վերջում։ Պարզությունը շքեղությունից գերադասող պոնտիֆիկոսը խնդրել է, որ իր գերեզմանը լինի առանց զարդարանքի, միայն մեկ մակագրությամբ՝ Ֆրանցիսկոս։ Vedendo tanti tuoi figli provati. Կաթոլիկ աշխարհի կենտրոն Վատիկանում արդեն սկսվել են Պապի երկնային ճանապարհորդության ծիսական արարողությունները։ Սուրբաթորը տեսագրություն է տարածել, որտեղ երևում է Սանտա Մարթա մատուրում բաց հասարակ փայտե դագաղում պառկած Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։ Սուրբաթորը ցուցադրել է նաև Պապի պալատների կնքման կարգը։ Պապական պալատի առաքելական բնակարանները եւ Սանտա Մարթա հյուրանոցի նստավայրը փակվել են։ Հանգուցյալի փաստաթղթերն ու անձնական իրերը պահպանելու համար հետագայում նրա իրավահաջորդին փոխանցելու նպատակով։ Կաթոլիկ հովվապետի հուղարկավորության արարողությունն ապրիլի 26-ին է։ Չորեքշաբթի առավոտյան նրա մարմինը կտեղափոխվի Սուրբ Պետրոսի բազիլիկա, որտեղ նրան հրապարակավ հարգանքի տուր կմատուցեն մինչև հուղարկավորությունը։ Վատիկանի առողջապահության եւ հիգիենայի գրասենյակի ղեկավարը նշել է, որ կաթոլիկ աշխարհի հովվապետը մահացել է Սանտա Մարթայի իր բնակարանում ուղեղի կաթվածից եւ դրա անդառնալի հետևանքներից։ Պապի վիճակը բարդացել էր սուր շնչառական անբավարարության հետևանքով։ Պապը մեռավ, կեցցե Պապը, այժմ սկսվում է մայրցամաքների պայքարը, ով կարող է դառնալ Ֆրանցիսկոսի իրավահաջորդը։ Պապի մահվան կամ գահընկեցության դեպքում հայտարարվում է կոնկլավ կարդինալ ընտրիչների փակ հավաք, որի ընթացքում իրավահաջորդ է ընտրվում։ Ովքեր են հավակնում կաթոլիկ աշխարհի հովվապետի գահին, հատկապես ակտիվ շրջանառվում է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի անունը։ Նրան անվանում են Վատիկանի դիվանագիտության վետերան, եկեղեցու ամենաէֆեկտիվ դիվանագետներից մեկը։ Կան նաև այլ թեկնածուներ, այդ թվում Ասիայից։ Պոնտիֆիկոսի երկրային վախճանը ցնցել է ամբողջ կաթոլիկ աշխարհը։ Սուրբաթորը ցավակցական բազմաթիվ ուղերձներ է ստանում մոլորակի տարբեր ծայրերից։ То, что Папа Римский ушел из жизни именно в пасхальные дни, я не знаю. Այն, որ Հռոմի Պապը կյանքից հեռացավ հենց Զատկի օրերին, խորհրդանշական է։ Չգիտեմ ինչպես է դա կաթոլիկների մոտ, բայց ուղղափառների մոտ կա մի այսպիսի հասկացություն, ներքին ավանդույթ, որ եթե Աստված մարդուն իր մոտ է կանչում Զատկի օրերին, դա հատուկ նշան է, որ մարդն իր կյանքն իզուր չի ապրել։ Մարդկանց համար լավ բաներ շատ է արել։ Ես էլ հենց այդպես եմ կարծում։ Հռոմի Պապը շատ բան է արել ոչ միայն իր հոտի, այլև ամբողջ աշխարհի համար։ Accanto al dolore per la morte di Papa Francesco, Հռոմի Պապի մահվան վշտին զուգահեռ մեծ դատարկություն եմ զգում։ Բոլոր դժբախտություններին Ֆրանցիսկոսը մշտապես դիմակայել է հույսով, ինքնավստահությամբ։ Նա դա ցույց է տվել նույնիսկ հիվանդության օրերին, օրինակ դառնալով բոլոր նրանց համար, ովքեր տառապում էին։ Հռոմի Պապի մահից ժամեր անց համաշխարհային տասնյակ առաջնորդներ, քաղաքական ղեկավարներ, հոգևորականներ եւ պարզապես հավատացյալներ ցանկություն են հայտնել ներկա լինել հուղարկավորությանը։ Սրբազան քահանայապետին վերջին հրաժեշտը կտան Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Ուկրաինայի նախագահները։ Պոնտիֆիկոսի երկրային կորուստը սգում են ոչ միայն Վատիկանում, այլև աշխարհի տարբեր հատվածներում։ Մի շարք երկրներում սուգ է հայտարարվել, խոնարհվել են պետական դրոշները, եկեղեցիներում պատարակ է մատուցվում։ Հազարավոր մարդիկ են հավաքվել Բուենոս Այրեսյան եկեղեցում, որտեղ երիտասարդ Խորխե Մարիո Բերգոլյոն ժամանակին բացահայտել էր Աստծուն ծառայելու իր կոչումը։
Y lo van a sufrir mucho. Նա ամբողջ աշխարհի պապն էր։ Շատերն այժմ կասեն մենք պապ ենք ունեցել, բայց չենք իմացել ինչպես գնահատել նրան։ Մեր պապը մահացել է, բայց նաև մեր հայրն է մահացել, որովհետև նա իրապես բոլորիս հոգևոր հայրն էր։ Una bella risata. Նրան կոչում էին Լոլոկիկո կամ Ֆրանցիսկոս Պապիկ։ Հեռավոր Ֆիլիպիններում նրա մահից հետո շատերն իրենց որբ են զգում։ Բոլոր պապերը ռոք աստղի կարգավիճակ ունեն Ֆիլիպիններում, որտեղ կաթոլիկ հավատքը միահյուսված է հասարակությանը։ Սգում է նաև Սուրբ քաղաքը։ Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ կաթոլիկ քահանաները սգոերթ են անցկացրել Երուսաղեմում, անցնելով հայկական թաղամասով։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։